Բարև ձեզ, եթերում տարածաշրջան հաղորդաշարն է։ Այստեղ մենք քննարկում ենք աշխարհաքաղաքական գործընթացներ եւ զարգացումներ, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Մեր տարածաշրջանում շարունակվում են ակտիվ ռազմական գործողությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության ներգրավմամբ։ Այս իրավիճակը անվտանգային բազմաթիվ ռիսկեր է ստեղծում ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության վրա։ Մենք այս թեմային նվիրել ենք մի քանի քննարկումներ եւ այսօր նույնպես թեման կենտրոնացրել ենք Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները ավելի լայն համապատկերում հասկանալու վրա։ Եվ սիրով հյուրընկալել ենք վերլուծաբան, դիվանագետ Վարդան Հակոբյանին եւ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախկին падգամավոր Կարեն Խանլարյանին։ Շնորհակալ եմ պարոն Այք մեր հրավերը ընդունելու համար։ Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում ակտիվ ռազմական գործողությունները ոչ միայն չեն դադարում, այլ նաև ցավոք սրտի երկուստեք հնչող հայտարարությունները խոսում են այն մասին, որ էսկալացիոն փուլերի ականատես մենք դեռ լինելու ենք, իհարկե չբացառելով դիվանագիտական լուծումը կամ ակնթարթային թեկուզ նաև գործողությունների դադարեցումը չբացառելով, բայց ամեն դեպքում պետք է հասկանանք, որ դրա վերաբերյալ, այսպես ասած, հուսադրող հանգամանքների թիվը շատ փոքր է։ Պարոն Հակոբյան, եթե փորձենք գնահատել հակամարտության էությունը, կարող ենք ասել, որ փոխակերպում տեղի ունենում հակամարտության, թե այն հակամարտությունը, որ սկսվեց օրեր առաջ, նույն տեմպով շարունակվում է։ Օրինակ, չգիտեմ, տարբեր փորձեր հակամարտության ծավալների ընդլայնման, դրանում տարբեր էթնիկ խմբերի ներգրավմամբ, քրդական գործոնը շատ շահարկվեց։ Այս ամեն ինչի գնահատմամբ մենք կարող ենք ասել, որ հակամարտությունը որոշակիորեն փոխակերպման միտումներ ցույց է տալիս, թե մենք դեռևս գործ ունենք այն նույն տրամաբանության եւ այն նույն գործընթացի հետ, որ սկսվել է օրեր առաջ եւ շարունակվում է։ Գիտեք, փոխակերպման մասին խոսելը որպես այդպեսին վաղ է, այսինքն ակնարկը դրան կա։ Ասենք Ռուսաստանի նախագահի միջնորդական քայլերը կամ արաբական երկրների որոշ իմաստով դիրքորոշումները, եթե վերցնենք այդ երկրների, այդ փոխակերպման համար ինչ որ նախադրյալի հույսի բան կա։ Բայց այսօր, քանի որ խնդիրը դրված էր, այսպես ասած, էկզիստենցիալ ձևով, այդ խնդիրի լուծումը, քանի որ չի էլ երևում որպես այդպեսին, այսինքն բարդություն է այնքան է, որ հիմա շատ դժվար է ասել, թե փոխակերպում կլինի, եթե լինի, երբ կլինի եւ ինչ ձևով ու ինչ ուղղությամբ։ Սա բավական ուրեմն դժվար է, չնայած նրան, որ ասենք mass մեդիայում բան չափազանց շատ ինչ որ բաներ կա, կարծիքներ բաներ, բայց հետո պարզվում է, որ մեծ մասը fake է, մեծ մասը ենթադրություն է, բայց հենց խնդրի վտանգը, սարսափելի վտանգը նրանում է, որ շատ դժվար է ինչ որ այդ էկզիստենցիալ վիճակից ինչ որ ելք գտնել ու տանել, որովհետև վերջին հաշվով այն նպատակները ու խնդիրները, որ դրել են կողմերը Իսրայել, Միացյալ Նահանգներ եւ Իրան, իսկապես այնպիսին է, որ այստեղ թվում է, թե լուծումը պետք է լինի կամ կիսատ լուծման կամ ինչ որ կոմպրոմիսի բան համարյա չի երևում։ Կրկնում եմ, որովհետև հետապնդվող խնդիրները աշխարհաքաղաքական են, աշխարհատնտեսական են եւ ունեն կենսական նշանակություն այդ պետությունների համար, մանավանդ Իրանի եւ Իսրայելի համար։ Նույնպես նաեւ իհարկե Միացյալ Նահանգների։ Այսինքն նկատի ունենք, որ մաքսիմալիստական, այսպես ասած, պահանջները կամ դիրքորոշումները խանգարում են դիվանագիտական լուծման։ Գիտեք, դա մաքսիմալիզմ չի։ Եթե մենք ասենք նայում ենք Միացյալ Նահանգների դիրքերից աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական առումով, Միացյալ Նահանգների համար դա կենսական խնդիր է։ Այլ նույնը, ասենք, կենսական խնդիր է բնականաբար Իրանի համար։ Բայց մյուս կողմից այդ լուծելու մեխանիզմներ, ճանապարհներ լավ չեն երևում։ Ինչի, որովհետև
այսօրվա վիճակում մենք տեսնում ենք, որ միջազգային իրավունքը կամ ասենք որոշակի տրադիցիաներ, նորմեր եւ այն աշյան են խախտվել, որ այդ դասական գործիքները, որ հայտնեին ունենք, ասենք դիվանագիտական ճանապարհով կամ քաղաքական ճանապարհով եւ այլն փորձել լուծում գտնել, չեն աշխատում։ Չեն աշխատում եւ վտանգը դրանով սրվում է։ Դու չես իմանա, թե վաղը, ասենք կարող է այսօր Տրամպը հայտարարի, որ շատ շուտով ավարտվելու է, որ ինչ որ ճանապարհ է գտնում, դուրս է գալիս, բայց վաղը բորբոքվի նոր ուժով։ Այստեղ էլի տարբեր շերտի եւ տարբեր տիպի գործոններ կան, որ խանգարում են, կրկնում են, որովհետեւ այն հարցերը, որոնք արդեն քանի, կարելի ասել, լավ, վերցնենք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մանավանդ երբ որ Իրանում իշխանության եկան կրոնավորները, այն աշյան է սրվել, որ շատ դժվար է եւ այդ օրվանից այդ սրացումը ինչ որ կուտակվում է, գնում է ճանապարհներ են փնտրում եւ այլն, բայց ինչ որ դեռ խոսել կերպ այդ փոփոխությունների մասին դեպի լավը, դեպի լուծումը մի քիչ վաղ է։ Ուղղակի հույսեր կա։ Շնորհակալություն։ Պարոն Խանդարյան, ռազմական գործողությունները ակտիվ ընթացքի մեջ են, երկուստեք, այսպես ասած, պակասություն գրեթե չի նկատվում փոփոխվող զինատեսակների եւ ուժերի, բայց նաեւ տպավորություն է ստեղծվում կամ հավանաբար նաեւ գործընթացն է այդպեսի, որ դիվանագետները փորձում են ամեն դեպքում լուծումներ փնտրել, հասկանալով, որ այս պատերազմը մի օր պետք է դադարի եւ իր էության մեջ բավական վտանգավոր ռազմական գործողությունների հետ գործ ունենք։ Իրանի արտգործնախարար Արաղչին վերջերս հանդես եկավ ավելի կոշտ դիրքերից, ակնարկելով, որ նախորդ երկու անգամներ ըստ էության իրանական դիվանագիտությունը խաբվել է եւ բանակցային գործընթացի հենց միջնամասում Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայելը ռազմական գործողություններ են սկսել եւ Արաղչին այս համատեքստում պահանջում էր ըստ էության հակամարտության ամբողջական դադար կամ դադարի վերաբերյալ հայտարարություն, ոչ թե ռազմական գործողությունների, այլ երկուստեք հակամարտության, որ տասնամյակների փորձ ունի։ Մյուս կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է պահանջում անվերապահ կապիտուլյացիա, մյուս կողմից Իսրայելի ղեկավարությունը Իրանի համար անընդունելի պահանջներ դնում։ Այս փուլում մենք տեսնում ենք որոշակի փորձեր սոցիալ-արաբական երկրների կողմից, Ռուսաստանի Դաշնության կողմից, ինչպես գնահատեք այս հակամարտությունում չներգրավված կողմերի, օրինակ Ռուսաստանի Դաշնության եւ նաեւ մասամբ ներգրավված կողմերի, օրինակ սոցիալ-արաբական երկրների եւ այն բոլոր կողմերի դիրքորոշումները միջնորդական առաքելության վերաբերյալ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են այս հակամարտության։ Չէ՞ հակամարտության ծավալը այնպեսին է, որ կարծես թե լայն կտրվածքով չի մնացել մի պետություն, որ չի առնչվում այս հակամարտության, այդվում նաեւ մենք։ Գիտեք ինչ, այս պատերազմի երևի Իրանի կողմից ի հայտ եկած ռազմավարական պաշտպանության հնարքներից մեկն էլ էր, որ ստեղծի միջազգային մասշտաբով էներգետիկ ճգնաժամ։ Եվ թվում է, որ կարողացել է, հաջողել է ինչ-որ իմաստով դա անել, դրա ալիքներն հասել են մինչև ԱՄՆ, բենզինի գնի բարձրացում եւ այլն, եւ ամբողջ կարծես աշխարհն է դեմ հանդիման կանգնել այդ հարցին։ Եվ կարծում եմ սա տրամաբանական է այնքանով, ինչքանով պատերազմը իր անհավասար դրսևորումով պահանջում էր նման մի ռազմավարություն Իրանի կողմից։ Եվ այսօր պատահական չի, որ բավականին մեծ պետություններ, տերություններ փորձում են այս հարցի մեջ միջամտել եւ կամ իրենց քաղաքական դիվիդենդ ունենալ, կամ ընդհանրապես դադարեցնել պատերազմը եւ չվնասվել ավելիով, քան վնասվել են այսօր։ Դրանցից մեկը երևի Ռուսաստանն է, չի բացառում նաև Չինաստանը, Հնդկաստանը, սրանք բոլորը այդ շահագրգիռ կողմերն են, որ այս հարցի մեջ կարծում եմ ունեն որոշակի շահեր, գոնե կասեցնելու եւ վնասը կասեցնելու խնդիր։ Ինքը ԱՄՆ-ն թվում է, որ ներքին ճնշման հետևանքով բավականին փոխել է իր դիրքը, իր դիրքերի կարծրությունը կարծես փոխարինել է ավելի ճկուն լեզու գտնելու ինչ-որ տրամաբանությամբ, թվում է, չգիտեմ, բայց հիմա այդպես մի ստատուս է տիրում այս
խնդրում։ Արդյոք կլինեն այդպես բաներ, հիմա մաքսիմալիստական է առավելաբար Իսրայելի դիրքերը, պատերազմի սկզբից մինչև հենց հիմա էլ կարելի է մի շատ փոքր մանրուքների մեջ տարբերություն գտնել Իսրայելի եւ ԱՄՆ-ի մոտեցումների մեջ։ Իմ կարծիքով Իսրայելը շատ հստակ դրել է ռեժիմ չենջի խնդիր, որ գիտակցում է, որ ռեժիմ չենջի հետևանքով կարող է նաեւ Իրանի մասնատման հարցը բարձրացվի եւ չի զիջում իր այս դիրքերը, որ ինչ որ նոր վերջի առաջնորդի ընտրությունն էր հենց նույն կոնտեքստում համարվում է անընդունելի կատեգորիկ կերպով, իսկ ԱՄՆ-ն ավելի կարծես խնդիրը շատ ավելի որոշակի եւ հստակ կոնկրետ խնդիրներ են ատոմական գործողության կասեցում, հրթիռային ինքնապաշտպանության հնարավորությունների կառավարում եւ այլն, որ սրանք անպայման ռեժիմ չենջի չեն նույն դառնում։ Թեև սրանք միասին են սկսել այս խնդիրը եւ միասին են քայլում, բայց կարծում եմ այս փոքր ինչ ասեմ, այս էական տարբերությունը կա իրենց մոտեցումների մեջ եւ սրանից է կախված նաեւ կերպարանափոխության հարցը պատերազմի կամ ընդհանրապես այս հակամարտության ավարտի հարցը մեծապես կախված է հենց այս տարբերությանը։ Շնորհակալություն։ Պարոն Հակոբյան, հաշվի առնելով ձեր փորձը Ռուսաստանում երկարամյա, ըստ ձեզ ռուսական պետական քաղաքական միտքը ինչպես է վերաբերում այս հակամարտության, որովհետև եթե Աստված մի արասը Իրանը տրողվի, Իրանը մասնատվի, այնտեղ քաոս առաջանա, ապա դա ոչ միայն վտանգ է մեր տարածաշրջանի համար, այլև նաև աշխարհակարգի տեսանկյունից, եթե նման սև խոռոչ առաջանա, այդտեղ չեմ կարծում որևէ պետություն կլինի, որ շահող դուրս կգա, այդ թվում նաև Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, թերևս Իսրայելը այս հարցի մեջ միայնակ է մնացել, որ անպայման հետապնդում է ամեն գնով Իրանում իշխանափոխության հարցը, ինչը լիովին կիսում եմ պարոն Խանարյանի տեսակետը, որ այնպես էլ չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ամբողջովին սպասարկվում է այդ օրակարգը։ Ըստ ձեզ Ռուսաստանը ինչ դիրքորոշում ունի եւ հաշվի առնելով Ռուսաստանի խնդիրները Ուկրաինայում եւ ընդհանրապես եւ նաեւ նկատի առնելով, որ փաստորեն Ամերիկայի Միացյալ Նահանգները մասամբ վերացրեց պատժամիջոցները Ռուսաստանի վրա կիրառվող, ասեն ստեղծել են իրավիճակ, որ Ռուսաստանը այսպես ասած օգուտներ ունենալու հնարավորություն ունի դեմս էներգակիրների վաճառքի, բայց մյուս կողմից վտանգված Իրանը վտանգում է ամբողջ տարածաշրջանը եւ այդ թվում է Ռուսաստանը։ Իրոք Ռուսաստանի համար վտանգը շատ ավելի մեծ է։ Օրինակ, եթե վերցնենք ասենք շահի ժամանակները, դա այդքան վտանգի սպառնալի գոյություն չունի ռուսների համար։ Անկախ նրանից, ասենք Իրանը լիներ պրոամերիկյան, Ամերիկայի դաշնակից եւ այլն եւ այլն, այդ վտանգը այդքան խորհրդային միության համար ամենայն դեպս գոյություն չուներ։ Բայց խորհրդային միության փլուզումից հետո ստեղծվեց այնպիսի աշխարհակարգային վիճակ, գիտեմ, դες կարելի ասել թե չէ, այնպիսի ուրեմն շահերի հետապնդում եւ այլն, որ հիմա այն ինչ որ կատարվում է Իրանում եւ կարող է կատարվել, դա Ռուսաստանի համար սարսափելի սպառնալիք է, սարսափելի, որովհետեւ երբ որ քանդվելուց հետո փաստորեն աշխարհը դառավ միաբևեռ, չէ, Միացյալ Նահանգները, նրանց ամբողջ ուրեմն աշխարհակաղակական մղումները շատ հետաքրքիր բնույթ ստացան, դա գալիս է դեռ ասենք հենց սկսենք 90 թվականներից Քլինտոնի ժամանակ, երբ որ նեոկոնները եկան իշխանության, այսինքն այն ինչ որ վաղուց խորքում թաքնված էր Միացյալ Նահանգների համար համենայն դեպս դուրս եկավ ջրի երես։ Այսինքն Իրանը այստեղ այն երկիրն է, այն հանգույցն է, որի ասենք թե փլուզումը կամ շուրգալը Ռուսաստանի համար ինչ է նշանակում։ Նախ Կովկասից հրաժարվել, հարավային Կովկասից, հյուսիսային Կովկասում ստեղծվեն պատերազմական օջախներ։ Այսինքն այն ինչ որ Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը հետապնդել են դեռ Ելցինի ժամանակներից հիշում եք։ Այդ վտանգը ռուսների համար կա մահացու։ Ավելի սարսափելի վտանգ է, երբ որ Իրանը, եթե
դառնա, այսինքն այդ արևմտյան այդ ուղղության հետևորդ գրող եւ այլն, դա մահացու վտանգ է նաեւ Միջին Ասիայի համար։ Այստեղ Միջին Ասիայում էլ ունեն ոնց ասած բազմաթիվ քնած ուժեր, այս 30 տարի արևմուտքը ունի, այդպես ասեն դեռ, որոնք պատրաստ են ամեն պահ արթնանալու եւ այն ինչ որ ծրագրել են ըստ էության հակառուսական բարձրացնելու, բայց բացի դրանից այդ կենտրոնական Ասիան, մենք որ Միջին Ասիա ենք ասում, ամենակարևոր վտանգը որ դա այսպես նիզակի նման ուղղված է դեպի Չինաստան։ Այսինքն աշխարհաքաղաքական, եթե այդ հանգույցը քանդվավ, միանգամից այդ սպառնալիքները թե Ռուսաստանի, թե Չինաստանի համար միանգամից բացահայտվում են։ Այսինքն այստեղ տարբեր խմբեր, տարբեր տեսանկյունից շահեր ունեն։ Այսինքն մի պահ կա, որ Թուրքիայի շահերն են առաջ գալիս, ասենք իրենցին այդ փանթուրանիստական գաղափարները, բայց այստեղ Խաչաձևում են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի շահերը, այսինքն խճճվում է սարսափելի, այս աշխարհաքաղաքական բաները, հակասությունները շատ լուրջ վտանգ են սպառնում։ Նույնը աշխարհատնտեսական, որովհետեւ Իրանը այսօր ըստ էության այն, այսպես ասենք, շրջանն է, տարածքն է, որով որոշվում է էներգակիրների հիմնական ուրեմն շարժը դեպի հեռավոր արևելք, Հնդկաստան, Չինաստան, նույնիսկ Ավստրալիա եւ այլն, մի խոսքով հսկա ծավալների, այսինքն եւ սա ինչի է Տրամփը այդքան այդ հարցով բան։ Տեսեք Վենեսուելային, որտեղ ամենամեծ պաշարներն էին, այդ հարցը կարգավորեց, հիմա իր համար ծոցի երկրների նավթի հարցն է, մանավանդ որ օրինակ Իրանը բացի նավթից եւ գազի հսկայական պաշարներ ունի։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Չինաստանի էներգիայի սպառման հարցերը, այսինքն մատակարարումը Չինաստան դրվում է մեծ հարվածի տակ, կախվածության մեջ է ընկնում Միացյալ Նահանգներից։ Եթե Միացյալ Նահանգները հասնեն իրենց նպատակի եւ իշխեն Իրանին, ինչպես ասենք Վենեսուելայում, չէ՞, թվում է թե առանձնակի բան չարին, ուղղակի մի մարդ փոխեցին եւ իրենք հիմա թելադրում են այդ շուկային։ Սա Տրամփի մոտեցումն է։ Հիմա այստեղ էլ ուզում է փոխել այդ այաթոլլային, նույնիսկ ինքը մասնակցի ընտրության, բերի մարդ, որին ինչ ասի, կանեն։ Հիմա դա դարել է միջազգային իրավունքը, փոխարինվել է այդ տեսակ հարաբերություններով։ Եվ դա գալիս է նույն այդ գունավոր հեղափոխությունները։ Դնում ես ղեկավարություն ցանկացած երկրում այն մարդկանց, որոնցով դու ղեկավարում ես այդ երկիրը, այդ երկրի շահերն ես որոշում կամ չես որոշում։ Այս սպառնալիքը Ռուսաստանի համար կա։ Դրա համար այն որ ասում են, ասենք շուկայում ինչ որ մի $20 նավթի գինը բարձրացավ կամ բազի Ռուսաստանը շահում է բանման, դա շատ չնչին շահ է Ռուսաստանի համար, քան այն կորուստները եւ այն սպառնալիքները, որ ուրեմն Ռուսաստանը կարող է ունենալ այս վատ ուրեմն լուծման։ Դրա համար նաեւ առաջի հարցի հետ կապված ես որ ասում եք նախապատրաստում է, ենթադրում ենք փոխակերպվել եւ այլն, դա էլի ինձ թվում է կբերի ուղղակի խնդրի լուծման հետաձգման, ինչ որտեղ դադարի, որովհետեւ կրկնում եմ, խնդիրը այնքան կենսական նշանակություն ունի երկրների համար, որ այստեղ այդ խնդիրը կամ պետք է լուծվի կամ ոչ։ Իսկ այն վիճակի մեջ է դրված, որ տեսեք Իրանը փաստորեն ուղղակի կանգնել է եւ կարողացավ պահել իր ժողովրդին եւ պայքարում է։ Բոլորը հասկանում են, որ վերջին հաշվով Իրանը չի կարող Միացյալ Նահանգներին հաղթի։ Բայց process-ները այդպես են դնում։ Մյուս կողմից էլ Միացյալ Նահանգները խրվելով այդ բանի մեջ իրենց դեմ են հանում ամբողջ տարածաշրջանը։ Արդեն արաբների, արաբական պետությունների տրամադրություններից դա զգացվում է, որով դա զգացվում է նաեւ Չինաստանի համար։ Այսինքն ոնց որ պղտորում են ամեն ինչ եւ չեն թողում, որ պետությունները նորմալ գործեն, զարգանան, տնտեսություն զարգացնեն եւ այլն եւ այլն։ Եվ սա չի նշանակում, որ այո, Միացյալ Նահանգները շատ ուժեղ են, բայց չի նշանակում, որ ինչ ուզենան կարող են անել։ Հետևանքները կարող են շատ ծանր լինել։ Այս մասին է, որ Ռուսաստանը հասգուշացնում է եւ փորձում են ինչ որ լուծներ գտնել։ Ուղղակի հիմա մի թեթև շեղվելով ասեմ, որ
ասենք Ռուսաստանի դիվանագիտությունը այդ միջնորդական դերը, որ ուզում է խաղալ, մի տեսակ շատ դասական է։ Ուղղակի որպեսզի հասկանաք, թե ինչ եմ ուզում ասել, շատ հնացած է։ Այսինքն Միացյալ Նահանգները փոխել են լրիվ իրենց մոտեցումը։ Հարցերը ոչ թե լուծվում է դասական, դիվանագիտական կամ քաղաքական, միջազգային իրավունքի օրենքների, այլ որոշակի ղեկավարի, ասենք, բնավորության, ոչ մի նախագահ մինչև այս վերջի 30 տարի այդքան արտոնություններ չէր ունեցել, որ ինչ ուզենա անի։ Հիմա նույնիսկ կոնգրեսին հաշվի չի առնում Թրամփը։ Եվ իր այդ բիզնես փորձը կյանքի հետ մարդը 80 տարեկան է եւ բիզնեսում ա եղել միշտ եւ նրա մտածողությունը, մտածելակերպը, մենտալիտետը դա է, այդ տեսակն է եւ ոչ թե նա արնարբու է եւ այլն, չէ, այլ այդ ձևով է փորձում հարցերը լուծել, բայց կան օբյեկտիվ վիճակներ, իրականություն կա, որ չես կարող այդ տեսակ, կասեին ռուսները, նախրապում հարցեր լուծել։ Եվ կրկնում եմ, այստեղ Չինաստանի համար էլ է դա շատ կարևոր հարց։ Մանավանդ հարցի բարդությունը անելու համար նշելու նաև ասեմ, որ այս հարցը ոչ միայն աշխարհաքաղաքական հակասությունների թնջուկ է, տնտեսական, այլև կրոնական, քաղաքակրթական։ Նայեք, երկու այստեղ իրար դեմ ելած պետություններ, Իրանը եւ Իսրայելը, ըստ էության ֆունդամենտալիստական կրոնի տեսակետից պետություններ են։ Իրենց խորքերից եկող կրոնական ինչ-որ բաներով են հարցեր լուծում։ Այսինքն ինչ որտեղ նույնիսկ քաղաքականությունը դուրս են շպրտում, դիվանագիտությունը դուրս են շպրտում, հիմնավորում են ամեն ինչը կրոնական տեսանկյունով։ Եվ այս վիճակում, չգիտեմ, շատ դժվար է թե այդ միջնորդությունը, թե այդ հարցի լուծումը։ Նույնիսկ այս վերջերս, որ Թրամփը իր կաբինետում աղոթք էին անում, չէ՞, կալվինիստների հետ էին, թե ում հետ։ Ավետարանչական։ Հա, այստեղ մի տեսակներ շնչված, արդեն մարդ չի հասկանում, ես ուր է գնում, ես ինչ են անում, ես ինչ են մտածում, ինչ ձևի են հիմնավորում այս ամեն ինչը։ Երբ որ ասում եք հարցեր լուծելու, խոսում եք հարցեր լուծելու Թրամփյան մոտեցումների մասին, ես հիշեցի, երբ որ ամանորյա ընթրիքի ժամանակ Նեթանյահուի հետ պաշտոնական ընթրիքի ժամանակ նա ասում էր, որ տեսար թե ինչպես լուծեցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը, ասացի ստորագրեք, թե չէ ձեր վրա 200% մաքսատուրք են դալու։ Իսկ մենք մեր օրինակով գիտենք, թե ռիելտորի այո, ինչպես է հիմա հարցերը լուծվում։ Պարոն Խանլարյան, մեր քննարկման առանցքը կամ եթե ավելի ճիշտ ձևակերպեմ հարցս, Իրանի դիմադրողականության առանցքը գալիս է պետական համակարգի կայունությունից։ Այսինքն ամեն ինչ հանգում է դրան, եթե Իրանի պետական կառավարման համակարգը դիմադրում է, Իրանը, ինչպես պարոն Հակոբյանն ասաց, ակնհայտ է, որ չի հաղթելու Միացյալ Նահանգներին։ Բայց նույն, ես ուզում եմ հիշել ամերիկյան քաղաքագիտական դպրոցի արդեն չասեմ նախկին ներկայացուցիչներին, բայց ոչ գործող ներկայացուցիչների, ովքեր պնդում էին, որ ամերիկան լինելով նրանց օրինակ Ջոզեֆ Նայը, որ տարիներ առաջ մահացավ, Փափուկ ուժի տեսության հիմնադիրը, որոնք պնդում էին, որ այո, ամերիկան աշխարհի հզորագույն պետությունն է եւ այլն, բայց չի նշանակում լինել աշխարհի հզորագույն պետությունը եւ միշտ հաղթել բոլոր պատերազմներում, կար վիետնամական պատերազմի փորձը, աֆղանական, սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ձախողումը, կանխման եւ այլն։ Բայց ակնհայտ է, որ Իրանը չի հաղթելու Միացյալ Նահանգներին, բայց նաև դժվար է լինելու Միացյալ Նահանգների համար հատկորոշել, թե ինչն է հաղթանակ իր համար, որովհետև հաղթանակի կոնցեպտն էլ փոխվում է միջազգային հարաբերությունների փոփոխության պայմաններում։ Եվ այս տեսանկյունից Իրանի դիմադրողականության առանցքը պետական համակարգի կայունությունն է։ Ըստ ձեզ մարտով եղել է պետական կառավարման համակարգի օրենսդիր բլոկում, տեղյակ է իրանական զարգացումից, ինչ վիճակում է ներկայումս Իրանի պետական կառավարման համակարգը, ինչ կանխատեսումներ կան եւ նաեւ ժողովրդի տրամադրությունները ուր է տանում այս գործընթացը Իրանի ներսում։ Կարողացել է Իրանը այդ դժվարագույն փուլը պետական կառավարման համակարգի պահպանման հաղթահարել, թե դեռևս ոչ։ Տեսեք, շատ ճիշտ է ձեր նշումը, Իրանը առաջնորդվում է պետական կյանքում պետական կառավարման համակարգով։ Սա բնորոշ է իհարկե Իրանի պես կայացած եւ մի քիչ էլ անցյալ պատմական անցյալ ունեցող ին պետությունների համար բնականաբար իսկ Իսլամական Հանրապետությունը որոշակիորեն պետք է ասեմ, որ նաեւ հատկանշվում է պետական կառավարման մեջ հաստատութենական
դրվածքը, որ գոյություն ունի։ Այսինքն կարելի է ասել, որ նույնիսկ զուգահեռ տարբեր նույն նպատակին ծառայող տարբեր պետական հաստատություններ կան։ Նույնիսկ նախարարություններին զուգահեռ ինստիտուտներ կան, որոնք աշխատում են նույն ուղղությամբ եւ նույն նպատակով, նույնիսկ նույն բնույթով, բայց առանձին։ Սա հնարավորությունն է տալիս, մարդ մտածում է, որ բյուրոկրատիան է մեծ, բայց այդպես չի։ Մինիմում բյուրոկրատիայի պայմաններում այս ինստիտուտները հաջողում են մեկ խնդրին տալ բազմապիսի լուծումների ինչ-որ սպեկտր, որ այդ բավականին ոչ թե հեշտացնում, այլ աստեցիկ է դարձնում դժվարությունների լուծման եղանակը։ Մանավանդ արտաքին քաղաքականության ոլորտում։ Տեսեք, արդեն տասնամյակներ, որ Իրանը սանկցիաների տակ է, թշնամական վերաբերմունքի արժանանում, ոչ միայն Իսրայելի, այլ ԱՄՆ-ի եւ ամբողջ եվրոպական երկրների գոնե մի մասի կողմից, բայց սա պատճառ չի դարձել, որ Իրանը ընկճվի եւ դեռ ավելին կասեմ, ինքը կարողացել է Միջին Արևելքում պահպանել իր գերակա դիրքերը։ Սրանք այդ պետական կառավարման համակարգի շնորհիվ է։ Իսկ հիմա որոշակիորեն, եթե վերադառնանք պատերազմի հարցին, այո, պետք է Ամերիկան հաղթանակի ինչ-որ ֆորմուլա գտնի, որ կարողանա աշխարհին եւ հատկապես իր հասարակությանը հրամցնել։ Անընդհատ շեշտվում է հետեւյալ նարատիվը, որ մենք մեր նախորոշված բաներին, ծրագրին կարողացել ենք տիրապետել, հասել ենք եւ որոշակի թիրախներ ենք արդեն խոցել, որ դա նշանակում է մենք հաջողել ենք մեր ծրագրի մեջ, մեր պլանի մեջ։ Բայց չեն ասում այդ ինչ էր այդ պլանը եւ ինչ գլուխներ ուներ, ինչ կետեր ուներ իր մեջ ամփոփված, բայց օրինակի համար առաջնորդի թերորը իրենք արդեն կարողացել են համոզել, որ դա գլխավորն էր։ Բայց էլի, ինչպես ասեցի մի քիչ առաջ էլ, ռեժիմ չենջի մասին չկա անպագորկոր հայտարարություններ, որտեղ իրենք իմանում են չի կարելի Իրանին օդային եւ հրթիռային հարվածներով կամ կարծում եմ որևէ կայացած պետության չի կարելի այդ մեխանիզմով ռեժիմ պարտադրել, նոր ռեժիմ պարտադրել։ Երևի ցամաքային պատերազմը ավելի է հավանականությունը մեծացնում այդ նման ռեժիմ չենջի համար։ Արդյոք ցամաքային պատերազմ, իրենք հայտարարում են, որ մենք նաև չենք բացառում այդ տարբերակը, բայց իսկապես ռեալ է ցամաքային պատերազմ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից։ Ես մի քիչ կասկածում եմ, որովհետեւ ռեսուրսները չկան այդպիսով։ Որովհետև երբ Իրանի մասին ենք խոսում, պիտի պատկերացնենք 1 միլիոնից ավել պաշտոնական բանակի թիվ։ Արդյոք այդ թվին դիմակայելու համար նույն քանակությամբ հետևակներ են պետք, զինվորներ են պետք, այս ոնց պիտի որ ուղղությամբ եւ որ ձևով կարելի է մոբիլիզացնել եւ հասցնել Իրանի սահմաններ։ Դրա համար արծարծվեց իմ կարծիքով շատ անլուրջ մի պրոյեկտ, այդ քրդերի զինված խմբերի պրոյեկտն էր, որ իրենք կարծեմ շատ արագ էլ հասկացան, որ դրա մեջ լուրջ բան չկա եւ այդ խմբերը չեն կարող այդ ցամաքային պատերազմի նախադրյալները ապահովեն, որ իրենք են ասում։ Եվ հրաժարվեցին։ Ես կարծում եմ խելացի քայլ արեց Թրամփը, հրաժարվեց այդ բանից, որտեղ իսկապես այդ անլուրջ խաղեր եւ կարող էր նորանոր առնահեղությունների հնարավորություն ստեղծել։ Ամեն դեպքում այդ հաղթանակը պիտի իրենք կարողանան սահմանել, թե ինչ են հասկանում հաղթանակից, եւ եթե կարողանան հասնել նման մի բանաձևի, կարծում եմ անմիջապես կցանկանան դադարեցնել պատերազմը։ Շնորհակալություն։ Պարոն Հակոբյան, մենք շարունակ երբ որ խոսք է գնում Իրանի մասին, պատերազմի մասին, անընդհատ խոսում ենք տարածաշրջանի մեր պետության նկատմամբ առկա սպառնալիքներից։ Իսկապես կատարվողը Հայաստանի համար գոյութենական սպառնալիք նվազագույնը կարող է դառնալ։ Իսկ հաշվի առնելով, թե մենք ինչ անկախատեսելի
ժամանակներում ենք ապրում միջազգային հարաբերությունների ցանկացած թեկուզ փոքր կանխատեսման վտանգի պետք է վերաբերել շատ լուրջ, որովհետև ցավոք սրտի վերջին տարիները մեր պատմության ցույց են տալիս, որ թերևս են բոլոր վտանգավոր կանխատեսումները, որ ունենք, իրականություն են դառնում։ Ներկայումս որոնք են ամենահիմնական սպառնալիքները, որ ուղղակիորեն առնչվում են մեզ, բացի լոգիստիկան, տնտեսական խնդիրները, անվտանգային հատկապես ինչ սպառնալիքներ են, որոնք ամենաանմիջականն են եւ ենթադրում են արագ արձագանք։ Գիտեք, շատ դժվար է թեմայով խոսել, ուղղակի այն առումով, որ Հայաստանը այս բոլոր ուժերի համար կարծես թե զուտ տարածք լինի։ Այսինքն ասել, թե Հայաստան պետությունը այս հույսերն ունի, այս քայլերը կարող է անել եւ այլն, այդ անիմաստ չկա, որովհետեւ այսօրվա մեր իշխանությունները որպես այդպեսին իրենց քաղաքականությունը այդ առումով չունեն։ Եվ ըստ էության գնում իրենք գիտեք նույնիսկ ոչ թե այդքան Միացյալ Նահանգների, այլ զուտ թուրքական քաղաքականության, թուրքական դիրքորոշման, Թուրքիայի պետության հունի մեջ են, ինձ թվում է։ Այս Իրանի հարցով նրանք կվարվեն այնպես, ինչպես որ Ադրբեջանը չէ։ Ադրբեջանը ավելի ինձ թվում է արմատական է Իրանի նկատմամբ։ Կվարվեն այնպես, ինչպես որ Թուրքիայից կուղորթ են։ Այսինքն ուրիշ որևիցե բան անել չեն կարող։ Եթե դու ուլտիմատում ստորագրած պետություն ես եւ հաղթողը կարող է թելադրել ասել դրա համար որպես այդպեսին, այսինքն ինքնուրույն քաղաքականություն, դատողություն, ասել որ այս սպառնալիքները կա, պետք է էս անել, պետք է ինչ-որ պետությունների հետ հարաբերություններով մեր հարցերը կարգավորել, այդ իրենք չի հետաքրքրում, այդ իրենց գործը չի։ Եթե օպոզիցիայի համար եք ասում, ուրիշ բան, կարող եմ ասել, թե օպոզիցիան որքան է զգում, ինչ կարող է անել, ինչ քայլեր, բայց իշխանությունների դատելով նրանց ոչ քայլերից բանից, խելոք իրանց համար ոնց որ կասեն, նենց է կանեն։ Այսինքն Հայաստան այս պետությունը որպես այդպեսին ինքնուրույն քաղաքականություն այդ առումով դիրքորոշում չունի, ես չեմ տեսնում։ Գուցե ինչ-որ տեղ մեկը ինչ-որ բան մտածում է, բայց ոնց որ կասեն, ասենք Թուրքիան, որ պետք չի խառնվել, դուք այսպես վարվեք, այս արեք, որովհետև տեսեք, այնքան բարդ է, ինչպես նշեցինք, չէ, որ թվում է, թե այսինքն տեղ կա առանց թվալու, որ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների շահերը համընկնում են կարծես թե Իրանի հարցով, Հարավային Կովկասի, բայց տեղ կա, որ հակասում են իրար։ Նույնը ասենք Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, չէ, որովհետեւ ամերիկացիք, որ ինչ-որ տեղ թույլ էին տալիս թուրքերին իրենց ձեռքում պահելու համար այդ պանթուրանական իրենց գաղափարը Ադրբեջան, Միջին Ասիա բան, որը հիմնականում բրիտանացիների իհարկե բաններ, ապա այսօր ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները այն պետությունն է, որ թույլ տա, որ Թուրքիան դառնա մի նոր Իրան։ Այսինքն, եթե Թուրքիան այդ հարցերը լուծի, իր ձևով չէ, Հայաստանը ուտելով, Միջին Ասիա դուրս գալով, դա Միացյալ Նահանգների համար դառնում է Իրանից էլ բետար մի պրոբլեմ։ Այսինքն դրանում նրանք շահագրգռված չեն, բայց օգտագործել Թուրքիան շահագրգռված է։ Հիմա Թուրքիան էլ հասկանում է այդ ամեն ինչը։ Լավ փորձ ունեցող պետություն է, փայլուն դիվանագետներ ունեն եւ այլն, իրենք այդ ամեն ինչը հասկանում են։ Իրականում հակասությունները Թուրքիայի եւ Իրանի միջև պակաս չեն, մեծ են, բայց Թուրքիան հասկանալով այդ Իսրայել, Միացյալ Նահանգներ եւ այլն Ռուսաստան փորձում է Էրդողանը փորձում է ինչ որտեղ պահել որոշակի վիճակում եւ գուցե եւ հայերին խորհուրդ տա, որ այսպես եղեք, այդ հարցերը երբ որ կայունանան, նոր մենք Միչանսկի հարցը կլուծենք, այս կանենք, դուք ձեզ այսպես պահեք, այնպես պահեք, այսինքն այդ հրահանգներով շարժվելու ուրեմն խորհուրդներ է տալիս։ Եվ այդ առումով օգտվում են դրանից, չեմ կարող չասել, որտեղ հարցերը շատ խառն են եւ այլն, նաեւ եվրոպացիները։ Այսինքն այն իրենց հին նպատակը աշխարհաքաղաքական Հարավային Կովկասը դարձնել հարվածային հակառուսական ուժ,
եւ վառել Ռուսաստանի ողջ սահմաններով այդ երկրները, դա մնացել է, ոչ միտեղ չի բանանում։ Թուրքիան այդ հարցում էլ է հետաքրքիր։ Այսինքն ինքը իր էությամբ օրինակ հույս ունենալով միշտ ձգտելով Հրիմը վերադարձնել իրեն, ունենալով այդ տեսակ Ուկրաինա, նույնը Լեհաստանը, որովհետև գիտեմ, որ Ուկրաինայի այդ պսևդոպետականությունը, այս նոր իշխանությունների հնարավորություն է տալիս, ասենք լեհերը իրենց այդ կռեզները վերադարձնեն, թուրքերն Ղրիմը։ Այդ հնարավորությունը կա, այսինքն սատկացեշ են ման գալիս, ինչպես ժողովուրդը ասում է, որ նալերը քաշեն։ Հիմա Թուրքիան նաև այս առումով հարավային Կովկասում նաև այդ զգուշավորությունը փոխանցում է Ադրբեջանին։ Այսինքն ոչ թե դարձնել միջոց Իրանի դեմ Ադրբեջանին կամ Ռուսաստանի դեմ, այն ինչ որ անում է Իսրայելը։ Իսրայելը ամեն կերպ օգտագործում է Ադրբեջանը եւ հենց Իրանի դեմ պայքարում։ Այդ ամեն ինչը էլի բան վիճակում կա։ Դրա համար եմ ասում, այսօր լուծումը տեսնել շատ դժվար է, որովհետեւ ցանկացած պայ Իսրայելը կարող է դրթել, համոզել, ասենք Միացյալ Նահանգներին, որ այս տեսակ, ինչպես ասում եք, ցամաքային բան սկսելու եւ այլն, իսկ այդտեղ Ադրբեջանի դերը շատ մեծ է լինելու, բավական մեծ։ Հայաստանը այդ առումով դեր չունի, միայն միջանցքի ճանապարհի տարածքի դեր է խաղում, իսկ իշխանությունները ինչպես որ ասեն, այնպես էլ կանեն։ Այսինքն այստեղ այդ խնդիրը չկա։ Հիմա այդ առումով մեր ազգային շահի տեսանկյունից մենք իհարկե վնասված ենք, վտանգների մեջ ենք, այնքան սպառնալիքներ կա, որ չգիտես, այգուցե զարգացումները ինչի կբերեն։ Եվ եկուց օրինակ եմ ասում, ասենք թե որպեսի, չգիտեմ, Իրանը ավելի ագրեսիվ է դառնում, ինչ որ տեսեք, Նախիջևանի փրթը խփեց, որը բացարձակ սուտ էր իհարկե, եւ Իրանը հերքեցել դա եւ այլն, հանկարծ թուրքերն ու ադրբեջանցի կասեն, որ այ մենք զորք բերենք, ասենք Մեղրու կողմերը եւ այլն, որպեսզի ապահովենք Նախիջևանն էլ, Հայաստանն էլ հարավից եւ այլն, եւ ինչ ասեն, կանեն եւ վերջում էլ շնորհակալություն կհայտնեն Ալիևին եւ Էրդողանին, ոնց որ արդեն սովորական բան է դառել նրանց շնորհակալություն հայտնելու։ Այս առումով վտանգը իհարկե մեծ է, բայց եթե ասենք թե Հայաստանը նոր իշխանություն ունենա, մինչև այդ ամեն ինչը հասցնի, այսինքն իշխանություն, որը կարողանա տեր կանգնի իր երկրի, ուղղակի իր շահերից ելնելով քաղաքականություն վարի, այլ ոչ թե արտաքին թելադրանքից, այդ ժամանակ իհարկե այնտեղ ճանապարհներ կան, եւ թե ում հետ դաշնակցել, ինչ անել, ինչ հարաբերությունների վրա խաղալ, ճանապարհները շատ են, թե դիվանագիտական, թե քաղաքական։ Շնորհակալություն ձեր խոսքի ընթացքում հիշեցի արտգործնախարարության, չեմ հիշում պաշտոնական, թե ղեկավարություն ներկայացուցիչ մեկի հայտարարությունը, որ Հայաստանը եւ Թուրքիան հաջողությամբ կիսում են նույն տեսակետները մերձավոր արևելյան զարգացումների հետ կապված։ Ես էլ շատ, բայց այո, հայտարարել է։ Շատ հեշտ է ենթադրել, որ այդպես է պետք է հայտարարել այո, բացահայտ, այո։ Պարոն Խանարյան, խոսեցինք Հայաստանի վտանգների մասին, այսինքն այնքան շատ են այդ վտանգները, որ ակնարկեցինք, ոչ թե չես կարող խոսեցինք, դասակարգել ինչ-որ ձևով։ Այո։ Իրանի պետական, քաղաքական մտքի ընկալումը եւ սպասումը Հայաստանից ինչ է։ Ես կարծում եմ, որ նվազագույն սպասումը դրական չեզոքությունն է, որ ակնկալում են Հայաստանից, ոչ ճշտամական գործողությունների բացակայությունն է եւ Հայաստանի տարածքի չօգտագործումն է հակաիրանական որևէ գործողություն։ Սա նվազագույնն է, որ կարծում եմ հարևան պետությունը ակնկալում է։ Ներկայումս Իրանում Հայաստանի Հանրապետության ընկալումը ինչպիսին է։ Այսինքն պետական քաղաքականության, իբրև հարևան պետության, որոշակի փոփոխություններ նկատել եք, թե չեք նկատել այս համատեքստում։ Որոշակի բան չեմ նկատել, բայց կարծում եմ հիմա, եթե նախքան պատերազմը այդ հարցին ավելի իրանցիները նայում էին մատների արանքով, թրիփի հարցը նկատի ունեն։ Եվ ավելի ճկուն։ Եվ ավելի փորձում էին ըմբռնումով մոտենալ թե թրիփը իրենց պետք է եւ այլն, թուրքական վտանգ, Ադրբեջանի ագրեսիայի վտանգ եւ այլն, եւ փորձում էին այդ տեղավորել, մի կերպ հանդուրժել եւ տեղավորել իրենց կովկասյան քաղաքականության մեջ, թվում է, որ հիմա այդքան էլ այդպես չեն նայում, այսինքն փոխվել է իրենց
մոտեցում հենց թրիփի հարցով որոշակիորեն, այդպես եմ ես կարծում։ Թրիփի հիմա իրենք ընկալում են կամ դիտարկում են որպես պոտենցիալ վտանգ։ Եվ մտածում են, որ կարող է այդ պրոյեկտի իրականացման դեպքում արդեն ամերիկյան զորքերի ներկայություն տեղի ունենա այդ տարածքներում, որ բնականաբար իրենք հաշվառում են իրենց արտաքին քաղաքականության մեջ, չեն կարող չհաշվառել, ինչքան ես գիտեմ իրենց մոտեցման եղանակը եւ պրակտիկում ցույց են տվել, որ իրենք այդ հարցերի նկատմամբ փորձում են միշտ ավելի շախմատի նման, ավելի մի քանի քայլ առաջ դիտարկել։ Այդ իմաստով ես կարծում եմ Հայաստանի դիվանագիտական կորպուսը շատ ավելի ակտիվ պիտի լիներ մինչև հիմա, որպեսզի կարողանար այդ թրիփի հարցը, որ իմ կարծիքով շատ հիմա չեմ ուզում գնահատական տամ, բայց իմ կարծիքով սխալ քայլ էր, ամեն դեպքում կատարված քայլ է։ Կատարված քայլը ընկալելի դարձնելու ուղղությամբ ես կարծում եմ պիտի սրանից շատ ավելի ակտիվություն ցուցաբերեր Հայաստանի դիվանագիտական կորպուսը, այս պասիվությունը ես չեմ էլ հասկանում, այսինքն որ իրենք գիտեն, որ դա կարող է հանգեցնել լուրջ կասկածանքների կամ լուրջ ամեն դեպքում բարի դրացիականության սկզբունքը հարցականի տակ տանող քայլը սա չէ։ Հիմա այս պատերազմական վիճակում այդ ամենը պիտի ավելի շատանա, այդ բացասական վերաբերմունքը կամ մոտեցումը, պիտի իրենք փորձեին, մինչև որ պիտի փորձեին ավելի բացադրական ձևերով հանդես գալ եւ լուրջ մագարտակներով այս մասին խոսել։ Այդ նույն պասիվությունը ես կարծում եմ նկատելի է նաեւ այլ երկրների պետությունների նկատմամբ։ Այսպես պասիվությունը իմ կարծիքով այս պատերազմական կարող է նորմալ վիճակում նորմալ համարվեր, բայց հիմա այս մեծ իրադարձության լույսի տակ ես կարծում եմ պիտի ոչ միայն Իրանի հետ, այլ նաև հենց Ռուսաստանի հետ, բազմաթիվ այլ պետությունների հետ ավելի ակտիվ կապի մեջ մտնի Հայաստանը եւ հավանական վտանգների մասին զգուշացնի Հայաստանի դեմ եւ ամեն դեպքում տեսեք մենք հիմա այս պատերազմը, եթե այս պատերազմը չհանգեցնի էլ նաև Իրանի մասնատմանը, որ չեմ էլ կարծում, բայց ինքնին պատերազմը կարող է տարիներ կամ հուսամ այդպես չլինի, բայց երկար ժամանակ բացասական ասություն կթողնի ամբողջ բանի վրա, չէ՞, էներգետիկ ճգնաժամ եւ այլն։ Այս կապակցությամբ ես կարծում եմ պիտի ավելի ակտիվ մոտեցում դրսևորվեր եւ ավելի լուրջ նայվեր այս խնդրին։ Չեմ։ Ըստ ձեզ անհրաժեշտություն առաջանալու է առաջիկա օրինակ նախապատրաստվել հումանիտար խնդիրների եւ այդ առումով օրինակ համագործակցության առաջարկ իրականացնել այլ պետությունների գործընկեր։ Այո, իհարկե հումանիտար օգնությունների հարցը կարող է լավ ժեստ լինի եւ Հայաստան դեպի Իրան հումանիտար օգնություններ ուղարկելու եւ միջնորդելու առումով, այսինքն տարբեր երկրներին հայտարարել, որ իմ հարևան խնդիրների մեջ է, հումանիտար խնդիրներ կան, կարող եք օգտվել իմ տարածքը, դա ինքը շատ հոյակապ ժեստ կարող է լինի, ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին, որ ինչպես հարևանի հումանիտար օգնություն տալիս կամ հնարավորություն ստեղծում այդ օգնությունները ստանալու։ Միջև իսկ կարծում եմ Թրամփը կհասկանա։ Շնորհակալություն, պարոն, շատ հետաքրքիր քննարկման համար, իսկապես թեման այնքան տարողունակ է, որ այն բոլոր հարցերը, որ ուզում ենք քննարկեինք, մի մաս անգամ չհասցրեցինք քննարկել, բայց կարծում եմ գոնե ընդհանուր մոտիվներով անդրադարձանք ու նախանշեցինք բոլոր խնդիրները եւ զարգացումների հնարավոր տրամաբանությունը։ Հիշեցնեմ, որ այսօր հյուրընկալել էինք դիվանագետ վերլուծաբան Վարդան Հակոբյանին եւ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախկին падգամավոր Կարեն Խանլարյանին։ Հուսանք, որ տարածաշրջանային զարգացումները ամենավատթար սցենարով չեն ընթանա եւ առաջիկայում հնարավոր կլինի հասնել հակամարտության դիվանագիտական կարգավորման դրանում ներառված կողմերի մասնակցությամբ, ինչի պարագայում կնվազեն վտանգները ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության վրա։ Շնորհակալություն։